Փետրվարի 28-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսեցին ռազմածավալ գործողություններ Իրանի դեմ։ Իրանը պատասխան հարվածներ հասցրեց տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված օբյեկտներին։ Որոշ երկրներում ժամանակավորապես խաթարվել է նաև ավիահաղորդակցությունը։ Այս իրավիճակում Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող բազմաթիվ զբոսաշրջիկներ, այդ թվում հայեր, դեռևս սպասում են իրենց չվերթներին։ Աբու Դաբի ենք ժամանել փետրվարի 25-ին և պիտի հետ վերադառնայինք մարտի 1-ին, սակայն ռազմական էսկալացիայի պատճառով բոլոր չվերթները չեղարկվեցին։ Ճիշտ է, օդային տարածքը փակվեց և չվերթները չեղարկվեցին, սակայն խուճապ չի եղել ոչ առաջին օրը և ոչ հիմա։ Երկիրն ապրում է բնականon հունով։ Մեզ հետ հյուրանոցում կան բավականին թվով հայեր և մեր բոլորի կեցության և սննդի ծախսերը հոգում է պետությունը։ Աբու Դաբիում գտնվող Էլբակյան Թրևլ ընկերության հիմնադիր տնօրեն Անի Էլբակյանը նշում է, որ անվտանգության իրավիճակը վերահսկելի է, սակայն հիմնական ավիաչվերթների ժամանակացույցը դեռևս հայտնի չէ։ Մինչև մարտի 9-ը Էյր Արաբիա ավիաընկերությունը չեղարկել է բոլոր չվերթները։ Հայաստան վերադառնալ կարելի է Օմանով, սակայն տոմսի արժեքը բավականին բարձր է և ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ։ Հուսով եմ շուտով չվերթները կվերականգնվեն և մենք բոլորս կվերադառնանք հայրենիք։ Մինչ տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է, զբոսաշրջային ընկերությունները և տեղի իշխանությունները, ըստ այնտեղ գտնվողների, փորձում են ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունն ու կազմակերպել նրանց վերադարձը հնարավորինս անվտանգ պայմաններում։ Սյուզաննա Խարատյան, այսօր։